Դու ես նկարում, այ ում ես նկարում, հա, քեզ եմ խփում։ Ինչ ես խփում։ Տղա ես։ Ում ես նկարում, այ շարես դու։ Շարդու։ Ձեր Ցերդ։ Yandex-ի Ապեր ոնց անեմ չես տենում։ Չեմ կարում անեմ։ Քիչ առաջ ցուցադրված կադրերում տեսակ, թե ինչպես է ուղևորը հայհոյում եւ հարվածում տաքսու վարորդին։ Ըստ վարորդի վիճաբանություն տեղի չի ունեցել։ Ուղևորը հանկարծակի անհասկանալի պատճառով սկսել է ագրեսիվ վարք ցուցաբերել, հայհոյել եւ հարվածել նրան։ Վարորդը ինքնատիրապետումը չկորցնելու համար կայանել է մեքենան եւ դուրս եկել մեքենայից։ Այդ ընթացքում ուղևորը սկսել է պոկել մեքենայի պետհամարանիշները եւ կոտրել ապակիները։ Ընդհանուր առմամբ ըստ արձանագրության վարորդին պատճառվել է 1 միլիոն դրամի վնաս։ Մեքենայի ամբողջը ջարդել է, ոտերով խփել է, համարները պոկել է հետևի, կողքից հարվածներ, դռներին ապակին կոտրել, հայլին կոտրել է, երկուսներ, այս վետրավիկները կոտրել է, բարբիսին խփել է, ճակել է բարբիսը, ստեղ սաղ այս դվորնիկները պոկել է, սրանք այս կողքի բաները պոկած, կապոտին հարվածներ, հեսա հաբլիցովկեն պոկել է, ներսից պրոդները քաշի հանել է, համարները հանե ջարդել է, հեսա կողային հայլին պոկած, հեսա սաղ կողքերով խազել, մազել, խպել, վրան կեղ կա երևում որ ես նոր արած է, ես ամբողջը հանեք խպել տեսած, ես համարներն է ծռած, ես հաբլիցովկեն է, Սույն թվականի ապրիլի 10-ին առավոտյան 5:30-ից 5:45-ի սահմաններում պատվեր ստացա Տերյան 105 հասցեից, որտեղ գտնվում է 18+ գիշերային ակումբը։ Հաճախորդուին մոտեցավ, հասցեն նշված էր Բյուրեղավան։ Պետք է տանեի Բյուրեղավան։ Երևան Աբովյան մայրուղու վրա Շանգրիլա խաղատան մոտ նա ինչ-որ հեռախոսի ֆանարիկը միացրեց եւ ինչ-որ բան էր փնտրում, հետո ինձ հարցրեց կարողա ձեզ փող են տվել, ասեցի ոչ ինձ ոչ մեկ փող չի տվել։ Ինքը պահանջեց հետ վերադառնալ։ Ես ասացի ընկերոջ ջան, ես աշխատանքի մեջ եմ։ Համարյա հասել ենք, որ հետ վերադառնանք, նորից հետ գանք, ով է վճարելու այդ գումարը, տեսնելով որ ձեռքին այդքան գումար չկա։ Միանգամից ինքը ոնց որ ագրեսիվանար ու սկսեց հայոյանքներ տեղալ։ Բախտս բերեց, արդեն ուզում էր մեքենայի մեջ հարված էր, բախտս բերեց, հենց հայտնվել էինք բենզալցակայանի մոտ, անմիջապես մտա բենզալցակայան, մեքենայից դուրս եկա վախից, որ կարողա մեքենայի վարելու կոնտրոլը կորցնեմ, որ կարողա ինքս իմ կոնտրոլը կորցնեմ, հետո չկարողանամ ապացուցեմ, որ ես անմեղ եմ։ Մեքենայից դուրս եկա եւ անմիջապես միացրեցի, տեսաձայնագրեցի իր պահվածքը ամբողջությամբ։ Հետո դուրս եկավ մեքենայից, սկսեց ինձ հարվածել պայուսակով, անձրևանոցով։ Ես մատով չեմ կպել, վախենալով, որ կարողա նույնիսկ իրեն զսպելու համար չեմ աշխատել եմ իր ձեռքերը չբռնեմ, որ հետո կապտուկներ չլինի, դա չվերագրվի, որ ես բռնություն եմ գործադրել իր հանդեպ, եւ որպեսզի ես իրան չհարվածեմ, թողել հեռու եմ գնացել, մինչեւ ոստիկանության աշխատողները կգային։ Այդ ընթացքում, չգիտեմ, դա 10 րոպե տևեց, 15 րոպե տևեց, ամբողջությամբ կոտրել է մեքենաս։ Մոտիկացան բարեկային ծառայության աշխատողները, նրանց հետ միասին նաև բարեկային ծառայությունը նրա հայրան մեջ հայտնաբերեց ալկոհոլի պարունակություն, չգիտեմ ինչ չափի, եւ ես ասացի, որ ես շատ մեծ կասկած ունեմ, որ նա ոչ միայն խմիչքի ազդեցության տակ է, այլ նաև ուրիշ
նարկոտիկների ազդեցության տակ է։ Տարան մեզ ընդեղ բաժին առանձին սենյակներում, ես իրա ձայնը լսում էի, հայոյանքներ էլի, չեմ կարող ասել, ես իմ տղամարդալով ինչ հայոյանքներ էր տեղում։ Ինձանից հաղորդում վերցրեցին ընդեղ, մոտարապես ինձ 1 միլիոնի եւ ավել վնաս էր հասցրել մեքենային։ Ոստիկանության աշխատողներին խնդրեցի, որպեսզի ինձ տան տեղեկանք, որպեսզի կարողանամ դիմեմ դատաբժշկի, չտվեցին տեղեկանք, ասեցին մենք մեր գործն արել ենք, գործը ուղարկել ենք քննչական, ասի զանգեք քննիչին, զանգեցին քննիչին, քննիչը թե ասել էր, թող գնա ցանկացած հիվանդանոց ստուգման, մեքենան տվեցին ինձ, ասեցին դու նկարի, քննիչը ոչ եկել է, ոչ տեղազննում արել, ոչ մեքենան են նկարել, ոչ մի բան։ Հաջորդ օրը ես եմ գնացել բենզալցակայանից վերցրել այդ տեսաձայնագրությունները։ Հատկանշականն այն է, որ քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն չի տեսել եւ առաջարկել է խնդիրը լուծել դատական կարգով, քրեական հայց ներկայացնել դատարան։ Ոչ քննիչ այն զանգել, ոչ քննիչի ազգանունն եմ իմացել, անընդհատ ուզում եմ իմանալ գործը ինչ ընթացքում է, ինձ երբ են կանչելու, երբ են հարցակնելու։ Մի լուսավոր շաբաթ օր ինձ զանգում են իմ հին հարևաններից, որտեղից ես հաշվառումից դուրս եմ եկել մոտ 13 տարի առաջ։ Եվ ասում են, որ նամակ ունեմ։ Պարզվում է, այդ նամակը եկել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից ոմն քննիչ առաջին դասի խորհրդական Վազգեն Բադալյանի կողմից։ Քննիչը ինքը գրել է, եթե հայտնի է հանցանք կատարած անձը, ապա քննիչել անելու բան չունի։ Արդեն տուժողը պետքա գնա, ինքը դիմի դատարան, իսկ դատարան դիմելու համար պաշտպանապետ, իսկ պաշտպան ունենալու համար փողապետ։ Վարորդին հայտնել են, որ փոփոխություններ է կատարվել քրեական օրենսգրքում եւ ըստ նոր օրենքի, եթե ենթադրյալ հանցանքը կատարած անձի ինքնությունը հայտնի է, իսկ հանցանքը միջին ծանրության, ապա հարցը պետք է լուծել դատական կարգով։ Տաքսու վարորդը դժգոհ է օրենքի նոր փոփոխությունից։ Ասում է դատական ծախսերը մեծ են, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օգտվել փաստաբանի ծառայություններից։ Հանրային պաշտպանի ծառայություններից էլ օգտվել չի կարող, իր կարգավիճակը չի համապատասխանում դրան։ Հետքը գրավոր հարցմամբ դիմել է գլխավոր դատախազություն տեղեկանալու, արդյոք քաղաքացու դիմումի հիման վրա վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ այն չի պարունակում քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Քննչական կոմիտեից էլ հետքին հայտնել են, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քաղաքացու հաղորդումը չի պարունակել քրեական տարր։ Հասարակ քաղաքացին չի կարող հետևել այս նոր օրենսդրության տրամաբանությանը, քանի որ սա փակուղի է մտցնում։ Պետությունը տանում է մարդկանց վենդետայի, որ գնացեք ձեր հարցերը լուծեք։ Եթե դատարան էլ չեք կարող մտնեք, ուղղակի օրենքի մեջ դա չեն գրել, չէին կարա գրեին, հասկացնել են տալի, դատարան էլ չեք կարող դիմեք ախպեր ջան, կամ համակերպեք այս իրողության հետ, կամ էլ գնացեք վենդետայի։ Հետքի մյուս հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հետևեք մեզ նաև սոցցանցերում։